Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով երկարաձգում է սպանդը եւ վնասում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները։ Զելենսկին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչու դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Նախքան լիազորությունների հանձնումը Օբամային այս շրջանում երկար տարիներ նաև ռուսական սուզանավերի խոշոր ռազմաբազաներ են տեղակայվել, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի կարծիքով Վոլոդիմիր Զելենսկու նման հայտարարությունների պատճառով Ռուսաստանի հետ պատերազմն այդքան դժվար է կարգավորվում։ Ամերիկյան կողմը ներկայում ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի մայիսին Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպման մասին հայտարարություն չունի, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Ես արդեն հայտարարել եմ արտասահմանյան այցերի ամսաթվերը, նշել է նա։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների հարձակման հետևանքով զոհվել էին մարդ, ավելի քան 70 մարդ վիրավորվել։ Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հարվածի տակ են հայտնվել նաեւ Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժեի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի եւ Ժիտոմիրի մարզերը։ Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։ Քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասնավոր տնտեսություններ, արտադրամասեր։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 87 ԱԹՍ խոցելու մասին, 45 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, իսկ մյուսները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Բրիանսկի, Լիպեցկի, Մոսկվայի եւ Նիժեգորոդի մարզերում։ Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու եւ իր դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու մասին։ Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, ինչի հետևանքով 26 մարդ զոհվեց։ Նյու Դելին ժամանակավորապես կկասեցնի 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը, նաեւ կփակի Պակիստանի հետ միակ ցամաքային անցակետը։ Բացի իր ռազմական կցորդներին Պակիստանից հետ կանչելուց, Հնդկաստանն Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցները 55-ից կկրճատի 30-ի։ Հնդկաստանը նաև Նյու Դելիում Պակիստանի դեսպանատան գլխավոր դիվանագետին կանչել է եւ նրան տեղեկացրել, որ առաքելության բոլոր ռազմական խորհրդականները հայտարարվում են պերսոնա նոն գրատա եւ նրանց մեկ շաբաթ է տրվում հեռանալու համար։ Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը Շեմբետ անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ անկախարդյունքից այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը։ Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին։ Այս շաբաթ Ռոնեն Բարը երթման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել է անձնական հավատարմություն ենթարկվել անձամբ իրեն, այլ ոչ թե Գերագույն դատարանի սահմանադրական ճգնաժամի դեպքում։ Բարը նշել է, որ իր պաշտոնակության իրական պատճառը վարչապետի ճնշմանը չի ենթարկվելն էր, այլ ոչ թե կառավարության վստահության կորստի պաշտոնական վարկածը։ Մասնավորապես Ռոնեն Բարը հրաժարվել է օգնել Նեթանյահուին խուսափել Կատարգեյթ կոչվող քրեական դատավարության շրջանակներում ցուցմունք տալուց, որը վերաբերում է վարչապետի խորհրդականների Կատարի օգտին լոբինգ իրականացնելու ենթադրյալ ներգրավվածությանը։